Համեցեք։ Ալբինյան երկու կարճ հարց տամ, առաջի հարցը վերաբերում է բախում գերիների և բանատների, հիմա որպես խորհրդարանի նախագահի չեք պատրաստվում աներեկան որոշակի քայլեր, որ պատրաստվում եք իրականացնել այդ ուղղությամբ և հայ թուրքական բանակցությունների հետ կապված որպես հատուկ բանագնաց։ Ինչ փուլում եք թողել այդ բանակցությունները, այդ տարիների ընթացքում ինչ ձեռքբերում ունեցավ բանակցությունների ընթացքում և ում եք համարում ձեզ արժանի փոխարինող, որ կարող է այդ բանակցությունները շարունակել ձեր թողարկելիս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ 3 հանգամանալից համ ելույթի մեջ եմ խոսել հարցերին, ի պատասխան եմ խոսել, կարող եք ուղղակի հետ տալ նայել, ձեր հարցի պատասխանը կա, ինձ թե ով պիտի փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել, եթե կառավարությունը իմ խորհրդի կարիքը ունենա կքննարկենք, բայց այդ հարցը կառավարության տիրույթում է, գերիների եւ այլ պահող անձանց վերաբերյալ գիտեք, որ այդ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է, այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք եւ այդ աշխատանքը երբեք չի դադարում, դուք գիտեք կամ եթե ուզում եք նկատում եք իհարկե կամ նկատել եք, որ եղել են ամիսներ, երբ որ որևէ շարժ չի եղել, էլի քննարկումներ եղել են նրա մասին, դե որ կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ մեկ էլ մի օր վերադարձել են հերթական գերիներ։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա հնարավորինս արագ տեղի ունենա եւ բնականաբար մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ կաշխատենք։ Շնորհակալություն, շնորհակալ։